Ինչ է կատարվում մեզ հետ, հայրենակիցներ, ազգը, որը 17 դար առաջ առաջինը ընդունեց քրիստոնեությունը որպես սիրո ուսմունք, վերածվել է մի աղանդի, որի գլխավոր առանցքը դարձել է ատելություն։ Ինչ է կատարվել մեզ հետ, ինչու ենք մենք թույլ տվել, որ ծաղկազարդի լուսավոր տոնը, մի արարողություն, որը պետք է միավորի մարդկանց, դարձել է պառակտման, ատելության, բախման, տրոհման առիթ։ Ով է անում դա մեզ հետ, ինչու ենք մենք թույլ տալիս, որ իշխանավորները դա անեն մեզ հետ։ Սա ծրագիր է, սա պատահականություն չէ։ Գիտեք, Զատիկի տոնը, որի շուրջը այս ամենը կատարվում է, քրիստոնեությունից շատ ավելի հին է։ Վոլտերը ունի վեպ, որը այդպես էլ կոչվում է Զատիկ։ Դա Քրիստոսից առաջ էր, ահա ինչու Քրիստոսը Երուսաղեմ եկել էր Զատկի տոնից առաջ և ամբողջ այդ ավետարանական ողբերգությունը կատարվում էր հենց այս օրերին, ահա ինչու քրիստոնյա աշխարհը տոնում է այս օրը և ողբում է վերջին շաբաթը Փրկչի կյանքի։ Ինչով ենք զբաղվում մենք։ Չմոռանանք, որ այս ամեն ինչին ուշադիր նայում է աշխարհը, չէ՞ որ մենք իսկապես առաջին քրիստոնյա ազգն ենք։ Թշնամիները ծաղրում են, հեգնում են մեզ, ծիծաղում են։ Ինչ օրինակ ենք մենք ծառայում մեր երեխաներին, մեր բարեկամներին ու մեր թշնամիներին։ Իհարկե, մեղքը բոլորիս է, բայց նախ և առաջ մեղքը իշխանություններինն է։ Ովսե մարգարեն ասել էր, եթե պետք է հղումն էլ տամ 8-րդ բաժինը, 7-րդ տողը, նա, ով սերմանում է քամին, հնձելու է փոթորիկ։ Այն քամին, որով լցնում էր մեր կյանքը Նիկոլ Փաշինյանը, քշեց շատ ու շատ բաներ, և մենք շատ պինդ պետք է բռնվենք միմյանցից, որպեսզի թույլ չտանք, որ քշի ամենակարևորը, մեզ քշում են մեր երկրից, այն արժեքները, որի շուրջ մենք հավաքվել ենք և անվանել ենք մեզ ազգ, հայեր, դա վտանգված է, ես չեմ չափազանցնում։ Մենք մեր կյանքը նվիրեցինք մեր հայրենիքին, դրա մշակույթին, դրա պատմությանը, դրա ապագային։ Ես փորձում էի ապրել ֆիլմեր նկարելով մշակույթի ու պատմության մասին։ Իմ կյանքը այդ ֆիլմերում է։ Ես երեխաներիս ու թոռներիս հիմա այդպես էի դաստիարակում, իմիջիալոց նրանք այստեղ են, ես ոչ միտեղ նրանց չուղարկեցի։ Մենք հավաքվում ենք մի սեղանի շուրջը, և ես երազում եմ, որ ես կմեռնեմ նույն տանը, որտեղ որ ծնվել եմ, որտեղ որ ապրում եմ հիմա, որտեղ մենք ամեն մի սերունդ սկսում է զրոյից։ Մենք ոչինչ չենք կարող փոխանցել մեր երեխաներին, չէ՞ որ հիշեք, դուք էլ ապրում եք հիմա ոչ թե այն տանը, որտեղ ծնվել եք, ձեր հայրերը, ձեր ու մեր պապերը ու տատերը, մենք անընդհատ ոչ միայն տներից ենք զրկվում, քաղաքներից, երկրներից, մենք հավաքվեցինք այստեղ մեր ծվարած մի քանի լեռների միջև մեր մնացած երկրում, մեր հսկայական երկրից, և վերջին տարիներին կորցրեցինք այդ երկրի 1/3-ը, մեր Արցախը։ Ինչու մենք ստացանք Արցախը, որտև մենք ազգովի խնդրեցինք միմյանցից, աշխարհից և Աստծուց։ Մենք ասում ենք Արցախը մերն է, և դա ճիշտ էր։ Եվ Աստվածը լսեց մեր
աղոթքը եւ տվեց մեզ մեր ուզածը։ Աստված միշտ տալիս է մարդուն իր ուզածը, եթե այդ ցանկությունը, եթե այդ իղձը անկեղծ է, այդ ամենակարևորն է։ Մենք անկեղծ ենք, երբ որ ցանկանում ենք Արցախը ոչ թե հողը դրա, մենք ցանկանում ենք այնտեղ ապրող հայերի ազատությունը եւ անկախությունը։ Մենք գնում ենք իրենց օգնելու, ազատ ապրել։ Ինչ արեցինք մենք մեր հաղթանակի հետ։ Մենք թույլ տվեցինք, որ կեղծ իշխանավորները բաժանեն մեր հաղթանակը սկզբից իրար մեջ, հետո մտնելով գործարքի մեջ մեր թշնամիների հետ։ Եվ Աստված երես թեքեց մեզնից։ Այդպես մենք կորցրեցինք Արցախը, որովհետև մենք թույլ ենք տալիս այդ մարդկանց, ովքեր օգտվեցին մեր ընդհանուր հաղթանակի, մեր ընդհանուր կորուստների, նահատակության, մեր ընդհանուր հերոսության, մեր կանանց անքուն ցուրտ ու մութ գիշերների, մեր մոմի տակ մեծացած երեխաների, մեր հերոս նահատակների, այդ ամբողջ զոհաբերությունը մենք փոխանակեցինք ինչի հետ, որ մի քանի մարդ մսխի, գողանա, վատնի այդ ամենը։ Հետո մենք հույս ունեցանք, որ արդարությունը կհաղթի եւ հավատացինք ստախոսներին, ամբոխավարներին, ժողովրդավարությունը, դեմոկրատիան փոխարինվեց դեմագոգիայով։ Ոչ թե բռնապետությունը, դիկտատուրան, այլ դեմագոգիան, պոռոտախոսությունը, դատարկախոսությունը, ստախոսությունն է քանդում ժողովրդավարությունը, ազատությունը, արդարությունը։ Եվ մենք պատժվեցինք, եւ այն ինչ կատարվում է հիմա մեզ հետ, դա պատիժ է։ Զատիկի խորհուրդը այն է, որ մենք ներողություն պետք է խնդրենք միմյանցից եւ ներենք միմյանց։ Այն ինչից սկսվեց այս զատիկը, այս ծաղկազարդը, դա ներողություն կամ ներողություն խնդրելու կամ ներելու խորհուրդ չէր։ Դա կրկին պառակտման, ատելության, բաժանման խորհուրդ էր։ Սա հակաքրիստոնեական է, սա հակահայկական է, սա հակապետական է, սա հակամարդկային է։ Սա պետք է կանգնեցնել։ Ես կոչ չեմ անում գտնել թշնամուն, դավաճանին, պատժել։ Այդ ամենը ստացվում է ինքնստիքյան, որովհետև նախկին գողերի իշխանավորների պատիժն այն է, որ իրենք տեսան ինչին բերեց իրենց ագահությունը։ Իրենց գլխավոր պատիժն է այն ատելությունը եւ արհամարհանքը, որը ժողովուրդը զգաց նրանց հանդեպ եւ արտահայտեց նրանց հանդեպ։ Բայց ցավն այն է, որ այսօրվա իշխանությունը գրեթե հավասարվել է, եթե չի անցել այդ չափանիշներով նախկիններին։ Տեսեք եկեղեցում եւ փողոցներում, մետրոյում եւ շուկաներում, որտեղ որ երևում են ներկայիս իշխանավորները, նախ եւ առաջ, եթե դա բեմադրված չէ, իսկ նրանք փորձում են դա բեմադրել, ինչ են իրենք տեսնում, արհամարհանք եւ ատելություն։ Այսինքն մենք հիմա ստիպված ենք կամ մեզ փորձում են ստիպել ընտրել ոչ թե նրան, ում մենք սիրում ենք, վստահում ենք, այլ մեզ առաջարկում են երկու ատելիների միջև ընտրել, երկու չարիքների մեջ ընտրել նվազագույնը։ Եվ իրենք մրցում են, թե ում են ավելի ատում մարդիկ։ Միթե սա է առաջին քրիստոնյա ազգի վախճանը։ Միթե մենք այսպես իրար ատելով պետք է հեռանանք պատմության բեմից։
Ես չեմ չափազանցնում, այս վտանգը իսկապես կախված է։ Դա այն վտանգը չէ, որի մասին խոսում է Փաշինյանը, եթե չընտրեք մեզ, սեպտեմբերին պատերազմ է սկսվելու։ Պատերազմն արդեն եղել է 20 թվականին, 22, 23 թվականին։ Եվ մենք կորցրեցինք այդ ամենը ու չհասկացանք ինչ են կորցրել, որտեղ մեզ հիմա համոզում են, որ այդ պարտությունը խաղաղություն է, որ այս ստրկությունը դա ազատություն է, որ այս ատելությունը դա սեր է, եւ ինչ որ ձեռքերով սիրո սրտիկի նշան են ցույց տալի, որը ամաչում եմ այսօր ասել ինչին է իրականում նման։ Ես քարոզիչ չեմ։ Ես չէի պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ։ Ես նկարում էի ֆիլմեր, գրում էի գրքեր։ Ես զբաղվում եմ դրանով, որովհետև ինքնապաշտպանվելու, ձեզ պաշտպանելու, իմ երեխաներին ու թոռներին պաշտպանելու, մեր տեսակը, մեր արժանապատվությունը, մեր արժեքները պաշտպանելու ուրիշ միջոց չկա։ Երբ ինձ կանչեցին պատերազմի, ես գնացի պատերազմի կամավոր։ Եվ հիմա այդ պատերազմը հայտարարվում է առ ոչինչ։ Եռաբլուրում եւ Ստեփանակերտում, Մարտակերտում եւ ողջ հայոց աշխարհով թաղված մեր քույրերն ու եղբայրները անվանվում են էշնահատակ, փաստորեն։ Ես երբեք չեմ համաձայնվի դրան։ Միայն սերը կփրկի մեզ։ Զատիկի խորհուրդը զատելն է։ Ոչ մի այլ լեզվի մեջ այդ խոսքի իմաստը չի ստուգաբանվում։ Կրկնում եմ, Վոլտերը, երբ որ գրում էր զատիկ, նա չգիտեր ինչ է նշանակում, կարծում էր դա անուն է, ոչ, դա նշանակություն ունի, իմաստ ունի այդ բառը։ Դա նշանակում է զատել ձմեռը գարունից, թացը չորից, չարը բարիից, զատման պահն է, զատելու ժամանակն է, ընտրելու ժամանակն է, մի ընտրեք ատելությամբ, մի ընտրեք չարիքներից նվազագույնը, ընտրեք բարին, ընտրեք ազատությունը, անկախությունը, արժանապատվությունը։ Երբ որ ես ասում եմ, որ Հայաստանը պետք է լինի եվրոպական, ես նկատի ունեմ, որ Հայաստանը մնում է հայկական։ Եվրոպականը նշանակում է ազատ ու անկախ, արժանապատիվ, ուրիշ ելք չկա, մենք Ասիա չենք, Հայկ Նահապետը բելի դեմ ապստամբեց, որովհետև նա չէր ընդունում ստրկությունը, Տիգրան Մեծը դիմեց Հռոմին դաշինք կազմելու առաջարկով, որտեղ նա չէր ընդունում ասիական բռնապետությունը, Կիլիկյան թագավորությունը եվրոպական ասպետության խորհրդանիշ էր, առաջին հանրապետությունը, դա ասպետների, նայեք այդ մարդկանց դեմքերին, պորտկումն էր, Փետրվարյան ապստամբությունը դա միակ դեպքն էր, երբ որևէ ազգ հաղթեց սովետական զավթումը 50 օրով, 88 թվականի շարժումը, Արցախյան շարժումը, դա նույն ազգային ազատագրական պայքարի, դարավոր պայքարի ավանդույթն էր, և մենք չենք թույլ տա, որ դա չեղարկվի, մենք բազմաթիվ կայսրություններ ենք հողել, Ասորեստանից ու Բաբելոնից սկսած, մինչև ռուսական կայսրություն ու խորհրդային միություն, և մենք ծնկի չենք գա, մենք վիզ չենք ծռի այսօրվա իշխանիկների դեմ, ովքեր փորձում են մեզ մտցնել ռսաթրքական թակարդը։ Զատիկը սիրո մասին է, իրական սիրո, հայրենիքի և միմյանց սիրելու օրն է, Փառք Աստծո։